Հայաստանը վստահաբար պետք է լինի իրավական պետություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարություն ասելով հասկանում է, որ իրեն ընտրողները ինչ ուզեն, դա էլ կլինի։ Օրինակ, եթե իր ընտրողները ԿՊԱ-ականները, որոնց ինքը ժողովուրդ է անվանում, մյուսները ժողովուրդ չեն։ Իր ընտրողները ժողովուրդ շակերտների մեջ կոչվածը մի բան ուզում են, օրինակ ուզում են մեզ ուտեն։ Դա ժողովրդի կամքն է, պետք է անել։ Պետք է այսինչ բիզնեսմենին ունեզրկել, ուրեմն պետք է ունեզրկել։ Այսինքն Սահմանադրության մեջ պատահական չեն այդ սկզբունքները մեկը մյուսին հաջորդում, որ Հայաստանը իրավական, սոցիալական, ժողովրդավարական եւ այլն։ Սրանք պատահական չեն եւ սրանք նախատեսված են մեկը մյուսին փող զսպելու համար։ Ժողովրդավարություն, այսինքն ժողովրդի իշխանություն, դա հասկանալի է, բայց ժողովրդի իշխանությունը, այսինքն մեծամասնության իշխանությունը չի կարող լինել բացարձակ եւ այն պետք է սահմանափակվի իրավական պետությամբ, այսինքն օրենքներով։ Քանի որ ինչպես Ամերիկայի հիմնադիր հայերն են ասում, մարդիկ, քաղաքացիները հրեշտակներ չեն եւ իրենց պետք են ինստիտուտներ, օրենքներ, բայց հրեշտակներ չեն նաեւ կառավարիչները, իսկ կառավարիչներն էլ անհրաժեշտ են փող զսպող ինստիտուտներ, պարլամենտ, հա, սահմանադրական դատարան։ Այսինքն որևէ մեկը որևէ տեղում հրեշտակ չի։ Դրա համար նախատեսված են այս ինստիտուտները, որ մարդը, նորմալ մարդը հանցագործ չդառնա, որովհետեւ ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ պետական անսպառ ռեսուրսները կարող են այլասերել ցանկացած մեկի։ Հայաստանը պետք է լինի իրավական պետություն եւ այս կառույցը պետք է լինի իրավական պետության երաշխավոր է։ Այս կառույցը շատ բացասական փորձառություն ունի տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ աշկա փակել ընտրակեղծարարության, ընտրությունների կեղծման վրա եւ հիմա այս պսևդո ժողովրդավարական իրականությունում աշկա փակում նաեւ գործադիր իշխանության վարչապետի ամենաթողության երկրի վարչապետը ամեն օր օրենք է խախտում, ռեկետի մասին է խոսում, ընտրությունների այդ թեժ փուլում գործարան խլելու մասին է խոսում։ Ուր է իրավական պետությունը, չկա իրավական պետություն։ Ինչ ուզում է անում է, ոնց ուզում է անում է, կնոջ է քաշ քշում, ցեմենտի գործարան է խլում, մի խոսքով գժանոց է։ Եվ մեր այստեղ լինելը շատ կարևոր է նաև մեր պետության ապագայի տեսանկյունից եւ նորից եմ կրկնում Հայաստանը պետք է լինի իրավական պետություն թե չէ ինչ որ մի օր Նիկոլ Փաշինյանի մտքով կարող է անցնել նաև օրինականացնել օրինակ մարդակերություն